Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանների YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսական կտրվածքով, շատ շուտով գալիք շաբաթվա սկզբում կլինեն մայիս ամսվա կանխատեսումները եւ ամեն շաբաթ ես ավանդաբար ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ նաեւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքիս եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, հենց նոր ավարտեցի ավանդական Կիրակնորյա ուղիղ եթերը, եթերի տեսագրությունը անպայման դիտեք, եթե չեք դիտել ուղիղ, ապա տեսագրությունը անպայման դիտեք իմ YouTube-յան ալիքում, այնտեղ կա առանձին playlist, Կիրակնորյա եթերներ, որտեղ հավաքված են բոլոր եթերները, որը Facebook-ում հեռարձակվել են, որովհետև Facebook-ում շատ արագ ջնջվում են եթերները, նոր ինչ-որ օրենքներ կան եւ տեսագրությունները, բոլոր եթերների տեսագրությունները առկա են իմ YouTube-յան ալիքում։ Այնպես որ գտեք playlist-ը Կիրակնորյա եթերներ եւ դիտեք բոլոր եթերները, այնտեղ իմ գերճշգրիտ կանխատեսումները կան, դուք կհամոզվեք, որ եթե իհարկե չեք դիտել, կհամոզվեք, որ բոլոր իրադարձությունները գրեթե ես նախապես կանխատեսել եմ, ինչպես Արցախի հետ կապված, այնպես Հայաստանի Հանրապետության հետ կապված, Իրանի հետ կապված այդ պատերազմը եւ այլն։ Սիրելի բարեկամներ, այժմ ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, որ ուղիղ 7 օր անց 100% ճշգրտությամբ եւս մեկ իմ կանխատեսում իրագործվեց։ Ես այդ կանխատեսումը արել էի այդ նախորդ շաբաթվա կանխատեսումներում, նախորդ շաբաթ հրապարակված այդ կանխատեսումներում, երբ ասել էի, որ հենց ապրիլի 26-ը լինելու է ճակատագրական եւ շատ բախտորոշ Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ-ի համար եւ այսօր առավոտյան թերթելով նորությունները տեսանք, տեղեկացանք, որ հենց երեկոյան նախորդ օրը երեկոյան կրկին հերթական մահափորձն է տեղի ունեցել Դոնալդ Թրամփի եւ ադմինիստրացիայի նկատմամբ ընթրիքի ժամանակ, ինչ-որ ավանդական ընթրիք էր կազմակերպված լրագրողական ասոցիացիայի համար եւ այնտեղ ներկա էին փոխնախագահը, Հեքսեթը եւ բոլոր ադմինիստրացիայի ներկայացուցիչները։ Ну, սա իհարկե շատ այսպես մտահոգիչ խորհրդանիշ է, որովհետև ինչու, որովհետև գիտեք, որ հենց այսօր, երբ որ ես տեսագրում եմ այս վիդեոն, այսինքն ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 4:50 րոպե, Ուրանը անկախատեսելի փոփոխությունների հեղափոխական մորակ, Ուրանը մուտք գործեց երկվորյակներ, իսկ երկվորյակները դա հենց Ուրանի դիրքը երկվորյակներում հենց ամերիկյան պետության խորհրդանիշն է, որովհետև ԱՄՆ-ն ստեղծվել է այն ժամանակ, երբ Ուրանը տարանցել է հենց երկվորյակներով։ Բացի դա, Դոնալդ Թրամփի նատալ քարտեզում նույնպես Ուրանը գտնվում է երկվորյակներում եւ այժմ նույնպես Ուրանը մուտք է գործել երկվորյակներ եւ իմ կանխատեսումներով, ես դրա մասին իհարկե նաեւ եթերի ընթացքում շեշտեցի, որ հունիսի վերջ 2026 թվականի հունիսի վերջ եւ հուլիսի սկիզբը լինելու է ամենաճգնաժամային, ամենաճակատագրական ժամանակահատվածը բոլոր ռազմաքաղաքական զարգացումների համար, որոնք տեղի են ունենում այս տարվա ընթացքում, թե ԱՄՆ-ի, թե Պարսկաստանի, թե Ռուսաստան եւ Եվրոպա փոխհարաբերությունների, այնպես որ շատ ճգնաժամային ճակատագրական շրջան հենց լինելու է հունիսի վերջը եւ հուլիսի սկիզբը, երբ Մարսը կմիանա Ուրան մորակի հետ երկվորյակներում, թե ինչու արդեն առանձին տեսանյութով ես
կներկայացնեմ ձեզ միջոց գրեք մեկնաբանություններում, եթե հետաքրքիր է, ավելի մանրամասն կներկայացնեմ նաև ԱՄՆ-ի ճակատագիրը, խոստացել եմ, բայց եթե իսկապես հետաքրքիր է, անպայման կներկայացնեմ, սիրելի բարեկամների, իսկ այժմ ներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասվում ապրիլի վերջում եւ մայիսի առաջին 3 օրերի ընթացքում։ Սիրելի բարեկամներ, բավականին լարված շաբաթ է մեզ սպասվում, ու արդեն իհարկե բոլոր շաբաթները լարված են լինելու, որովհետեւ ապրիլի 26-ից հետո 7 տարի շարունակ Ուրանը գտնվելու է անհանգիստ եւ անկայուն երկվորյակներ կենթանակերպում, այդ իսկ պատճառով իրադարձությունները այսպես շատ քաոտիկ են զարգանում, շատ անկանխատեսելի են զարգանալու, ի տարբերություն երբ Ուրանը 7 տարի առաջ տարանցում էր սուր կենթանակերպ, որը կայուն կենթանակերպ, ավելի հաստատուն ինչ որ զարգացումներ ենք տեսնում, այսինքն կանխատեսելի զարգացումներ, այժմ 7 տարի շարունակ մենք խիստ տուրբուլենտության շրջանում ենք ապրելու։ Բարեխառը նոր է մեզ մոտ ապրիլի 27-է, սիրելի բարեկամներ, Երևանի ժամանակով 11 րոպեին Յուպիտերը, մեծերչանկության մորակ Յուպիտերը 6 անկյուն կառաջացնի լուսնի հետ, 18 աստիճան կույս կենթանակերպում լուսինն է եւ 18 աստիճան խեցգետնում գտնվելու է Յուպիտերը։ Եվ արդեն իհարկե ամսի 28-ը բարեխառը նոր է մեզ մոտ, Երևանի ժամանակով 12:05 րոպեին լուսինը մուտք կգործի կշեռ կենթանակերպ, իսկ 12:17 րոպեին լուսինը առաջին եռանկյունին կառաջացնի Ուրան մոլորակի հետ։ Նրա երկվորյակներ մուտքից հետո 0 աստիճան երկվորյակում գտնվելու Ուրանը եւ 0 աստիճան կշեռքում գտնվելու է լուսինը։ 19:06 րոպեին լուսինը լարված դիմակայություն կառաջացնի Նեպտուն մոլորակի հետ, 3 աստիճան խոյ կենթանակերպում գտնվում է Նեպտունը եւ 3 աստիճան կշեռքում գտնվում է լուսինը։ Իհարկե սա շատ վտանգավոր է, քանի որ Նեպտունը ոչ միայն կանխատեսումներ, այլ նաեւ մանիպուլյացիայի, սուտ տեղեկատվության, ինչ որ անորոշության մոլորակ է, այսինքն լուսնի եւ Նեպտունի դիմակայությունը կարող է հանգեցնել կեղծ տեղեկատվության տարածման, այնպես որ շատ զգուշ եղեք այն տեղեկատվության հետ, որը կստանաք ապրիլի 28-ի երեկոյան։ Ստուգեք նոր ըստ այդմ գործեք։ Եվ 23:31 րոպեին Երևանի ժամանակով ապրիլի 28-ին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի նաև Պլուտոն մոլորակի հետ, որը արդեն գտնվում է 5 աստիճան ջրհոսում։ Իհարկե բարձրագույն մոլորակների հետ լուսնի փոխհարաբերությունները ապրիլի 28-ին միայն մի բանի մասին է խոսում, որ համաշխարհային կառավարությունը արդեն կայացրել է որոշում, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները Լիբանանի, Պարսկաստանի, Պաղեստինի շուրջ եւ արդեն պատրաստ է գործելու եւ ապրիլի 29-ին ամենածանր, ամենաբարդ, ամենաճակատագրական օրն է լինելու ապրիլ ամսվա 6:07 րոպեին Երևանի ժամանակով վաղ առավոտյան լուսինը նախ լարված դիմակայություն կառաջացնի սահմանափակումների մոլորակ մեծ չարիք Սատուրնի հետ, 8 աստիճան խոյ կենթանակերպում Սատուրնը եւ 8 աստիճան կշեռքում գտնվելու է լուսինը։ Սա այս բոլոր լարված մոլորակային փոխհարաբերությունները նախորդում են լուսնին եւ այդ իսկ պատճառով նրանք շատ ավելի լարված եւ բարդ դրսևորումներ են ստանալ լուսնի Սատուրնի դիմակայությունը, էմոցիոնալ լարվածություն է ստեղծում, այնուհետև 18:23 րոպեին կրկին ապրիլի 29-ին լուսինը կդիմակայի նաեւ Մարս մոլորակի հետ, 15 աստիճան խոյ կենթանակերպում Մարսն է եւ 15 աստիճան կշեռքում լուսինը։ Սա աննախադեպ բռնաճնշումների մասին է խոսում, ռազմաքաղաքական աննախադեպ լարվածության մասին է խոսում ոչ աշխարհում։ Ընդհանրապես ապրիլի 29-ին մի փորձեք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, հարաբերություններ պարզել, հատկապես տղամարդկանց հետ, լուսնի եւ Մարսի դիմակայությունը կարող է առաջացնել լուրջ բախումներ, ընդհուպ մինչեւ առնահեղության եւ այլն եւ այլն։ Շատ զգուշ եղեք նաեւ ճանապարհներին ապրիլի 29-ի երեկոյան։ Լարված անցնելու նաև ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը 1:05 րոպեին Երևանի ժամանակով լուսինը լարված քառակուսի կառաջացնի Յուպիտերի հետ, 18 աստիճան խեցգետնում գտնվում է մեծերչանկության մորակ Յուպիտերը եւ 18 աստիճան կշեռքում լուսինն է։ Իսկ 12:51 րոպեին ապրիլի 30 լուսինը լարված դիմակայություն կառաջացնի նաև Կապև հեռահաղորդակցության մորակ Մերկուրի հետ, 24 աստիճան խոյ կենթանակերպում Մերկուրին է, 24 աստիճան կշեռքում լուսինն է։ Սա ինքնին նշանակում
նշանակում է, որ լարված են լինելու միջանձնային հարաբերություններ, միջազգային հարաբերություններ, այսինքն եւ անհատական մակարդակով լարվածություն է լինելու ապրիլի 29-ին եւ 30-ին եւ համաշխարհային մակարդակով այդ լարվածությունը սրվելու է, որի մասին արդեն խոսում են նաեւ այն հանգամանքը, որ Թրամփը չեղարկել է բանակցություններ եւ սա մենակ մի բան է նշանակում, որ շատ շուտով կարող են կրկին ռազմական գործողությունները այսպես վերսկսվել է։ Ապրիլի 30-23-ն 5 րոպեին Լուսինը մուտք կգործի Կարիճ կենթանակի, բավականին լարված կանցնի նաև ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը եւ 9:50 րոպեին արդեն վաղ առավոտյան մայիսի 1-ին Լուսինը լարված քառակուսի կառաջացնի Պլուտոն մոլորակի հետ, որը գտնվում է 5 աստիճան ջրհոսում։ Իսկ 21:22 րոպեին Երևանի ժամանակով արդեն կկայանա մայիսյան առաջին լիալուսին, մայիսին մենք ունենալու ենք 2 լիալուսին, առաջինը տեղի կունենա մայիսի 1-ին 11 աստիճան Կարիճ կենթանակերպում։ Եվ բավականին լարված գիշերվանից հետո իհարկե վիճակը փոքրինչ շփվելու է մայիսի 2-ին 12:47 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Յուպիտեր մոլորակի 19 աստիճան խեցգետնում մեծեր չանկության մորակ, Յուպիտերն եւ 19 աստիճան Կարիճում Լուսին։ Իհարկե մայիսի 2-ը այն բացառիկ օրերից մեկն է, երբ կարող եք դրական ինչ-որ աուրա ստեղծել, հարաբերություններ կարգավորել, ընդհանրապես բարենպաստ է ինչ-որ հասարակական վայրերում գտնվելու համար, համատեղ ինչ-որ գործունեության համար խիստ բարենպաստ է։ Իսկ մայիսի 3-ին 10:33 րոպեին Լուսինը մուտք կգործի Աղեղնավոր, ահա մայիսի 3-ը խիստ անկանխատեսելի օր է, որովհետև արդեն 11:21 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը լարված դիմակայություն կառաջացնի Ուրան մոլորակի հետ, որը գիտեք, որ հենց նոր մուտք է գործել երկվորյակներ 0 աստիճան երկվորյակներում Ուրանն է եւ 0 աստիճան Աղեղնավորում Լուսինն է։ Բոլորը անկանխատեսելի զարգացումները հավանական են, խնդիրներ կապի հետ, հեռահաղորդակցության հետ, ճանապարհներին են հնարավոր խնդիրներ, այնպես որ մայիսի 3-ի օրվա առաջին կեսին կարևոր հանդիպումներ մի նշանակեք։ Եվ 17:15 րոպեին Լուսինը եռանկյունի կառաջացնի նախ Նեպտունի հետ, իսկ այնուհետև 21:37 րոպեին 6 անկյուն կառաջացնի Պլուտոն մոլորակի հետ։ Սա ինչ է նշանակում, որ կրկին Լուսինը փոխհարաբերության մեջ է մտնում բարձրագույն մոլորակների հետ, որը նշանակում է, որ ուժերը վերադասավորվում են տարբեր, այսպես ասած, կոնֆլիկտների զոնաները հստակեցվում են, այսինքն նոր զարգացումներ են սպասվում եւ էական նոր խաղացողներ կարող են մտնել այս ռազմաքաղաքական լարվածության խառնարանի մեջ։ Ահա այսպիսին է լինելու գալիք շաբաթը, սիրելի բարեկամներ, իսկ այժմ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին ապրիլի 27-ից մայիսի 3-ը ընկած ժամանակահատվածում։ Սիրելի խոյեր, ապրիլի 27-ից 28-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային հարցերով եւ առողջության հետ կապված հարցերով։ Ապրիլի 28-ից 30-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Ապրիլի 30-ից մայիսի 3-ը զգուշացեք էքստրեմալ իրավիճակներից, մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք, նաեւ ուշադիր եղեք ճանապարհներին եւ առողջության հետ զգույշ։ Սիրելի ցլակներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը, ապրիլի 27-ից 28-ը շատ բարենպաստ օրեր են, լավ է երեխաների համար, հաճույքների համար, բարենպաստ է նաեւ բիզնեսի համար։ Ապրիլի 28-ից 30-ը զբաղվելու եք աշխատանքային ընթացիկ հարցերով, կենցաղային հարցերով, նաեւ առողջության հետ կապված հարցերով, իսկ ապրիլի 30-ից մայիսի 3-ը զգուշացեք, սիրելի ցլիկներ, ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Ես սիրելի երկվորյակներ, իհարկե ձեր կյանքում մեծ փոփոխություններ են սպասվում մոտակա 7 տարիների ընթացքում, որտեղ Ուրանը արդեն ապրիլի 26-ից մուտք է գործել երկվորյակներ եւ այնտեղ կմնա մինչեւ 32 թվի օգոստոսի 2-ը։ Այնպես որ պատրաստ եղեք բոլոր տեսակի երևակայելի եւ աներևակայելի անկանխատեսելի զարգացումների։ Ապրիլի 27-ից 28-ը
զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով, սիրելի երկորյակներ, ապրիլի 28-ից 30 շատ բարենպաստ է երեխաների, հաճույքների, նաև բիզնեսի համար, իսկ ապրիլի 30-ից մայիսի 3-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային հարցերով, առողջության հետ կապված հարցերով եւ կենցաղային հարցերով։ Սիրելի խեցգետնակներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը, ապրիլի 27-ից 28-ը կարճանապար է գնալու եւ լավ լուրեր եք ստանալու, ապրիլի 28-ից 30-ը զբաղվելու եք հիմնականում տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով, հնարավոր է նաև տան արք ու վաճառք, ապրիլի 30-ից մայիսի 3-ը ընտանիքի հետ երեխաներով եք ավելի շատ զբաղվելու, բարենպաստ է հանգստի, հաճույքների եւ բիզնեսի համար։ Սիրելի առյուծիկներ, ձեզ համար եւս բարեխառն եւ բարենպաստ է գալիք շաբաթը, ապրիլի 27-ից 28-ը բարենպաստ է ֆինանսական առումով փող եք ստանալու, ապրիլի 28-ից 28-ը ֆինանսական իմաստով է բարենպաստ, ապրիլի 28-ից 30-ը կարճանապար է գնալու, հնարավոր է հետաքրքիր հանդիպում եւ շատ կարեւոր տեղեկատվություն կստանաք, որը վաղուց սպասում եք, ապրիլի 30-ից մայիսի 3-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով։ Սիրելի կույսակներ, ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթը, ապրիլի 27-ից 28-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի կույսեր, ապրիլի 28-ից 30-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու, իսկ ապրիլի 30-ից մայիսի 3-ը կարճ ճանապարհ է գնալու, կարևոր տեղեկատվություն եւ լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից։ Սիրելի կշերքիկներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը, ապրիլի 27-ից 28-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, այնպես որ զգուշ եղա, ապրիլի 28-ից 30-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ, հաջողությունը ձեր կողմն է, ապրիլի 30-ից մայիսի 3-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու, սիրելի կարիճակներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը, ապրիլի 27-ից 28-ը շատ կարևոր երազանք է ձեզ համար իրագործվելու, բաղձալի երազանք, ուրախացնելու են ձեզ նաև ձեր չափահաս երեխաները եւ բարենպաստ է նաև on-line բիզնեսի համար այս օրերը, ապրիլի 28-ից 30-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, ապրիլի 30-ից մայիսի 3-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի աղեղնավորներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը, ապրիլի 27-ից 28-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար, պետական դրան հետ կապված, աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված կամ ինչ-որ առաջարկություն կստանա գործնական կամ անձնական բնույթի, որից հրաժարվել չեք կարող, ապրիլի 28-ից 30-ը կարևոր երազանք իրագործվի ձեզ համար, կուրախացնեն ձեր չափահաս երեխաները, բարենպաստ են on-line բիզնեսի համար, ապրիլի 30-ից մայիսի 3-ը զգուշացեք, սիրելի աղեղնավորներ, գաղտնի թշնամիների ակտիվացումից, ակտիվ կլինեն այդ գաղտնիները եւ այդ եղջյուրների համար եւս բարենպաստ է գալիք շաբաթը, ապրիլի 27-ից 28-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, ապրիլի 28-ից 30-ը կարևոր գործնական հարց կլուծվի ձեզ համար, սիրելի այդ եղջյուրներ, պետական դրան հետ կապված, աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված, այնպես որ լավ առաջարկություն կստանաք անձնական կամ գործնական բնույթի, ապրիլի 30-ից մայիսի 3-ը իրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեր չափահաս երեխաները, սիրելի ջրհոսակներ, բարեխառն կանցնի նաև ձեզ համար գալիք շաբաթը, ապրիլի 27-ից 28-ը էքստրեմալ իրավիճակներում կարող է հայտնվեք մեծ վարկեր եւ պարտքեր մի արեք, սիրելի ջրհոսներ, ապրիլի 28-ից 30-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, ապրիլի 30-ից մայիսի 3-ը կարևոր գործնական հարց կլուծվի ձեզ համար, պետական դրան հետ կապված, պաշտոնի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, մի խոսքով այն ինչ որ վաղուց չէր ստացվում, կստացվի այդ օրերին, սիրելի ձկնակներ, ձեզ համար բարդ է լինելու գալիք շաբաթը, ապրիլի 27-ից 28-ը զգուշացեք ձեր գործընկերների եւ ծնողների հետ բախումներից, որտեղ հետո դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները, ապրիլի 28-ից 30-ը էքստրեմալ իրավիճակներում կարող է հայտնվեք, զգուշ եղեք ճանապարհներին, մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք այդ օրերին, եւ ապրիլի 30-ից մայիսի 3-ը
լավ լուր արտասահմանից կամ նվեր, հնարավոր է նաև ճամփորդություն։ Հա, այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Աղբերսյանի YouTube-յան ալիքից, նաև երկրորդ YouTube-յան ալիքից Աստրոմագիա եւ թալիսմաններ մոգական ալիքից անպայման բաժանորդագրվեք, այնտեղ գրեթե ամեն շաբաթ լույս են տեսնում նոր արարողակարգեր մոգական եւ հմախոսություններ, հետևեք ինձ նաև Facebook-ում, TikTok-ում, Telegram-ում, Instagram-ում։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, կհանդիպենք